բոլոր լրագրողներին, լրագրողական կազմին, որովհետև այս քարոզ արշավի ընթացքում ես գիտեմ, թե դուք ինչքան եք տանջվում, ինչքան եք աշխատում ու այս ընթացքում այսքանը որ ժամանակ եք գտել ու եկել եք այստեղ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես Գեղամ Օհանյանն եմ, հանդես եմ գալիս այստեղ որպես շարքային քաղաքացի Հայաստանի Հանրապետության եւ մեկնարկում եմ անժամկետ նստածույց շուրջօրյա ռեժիմին, ուրեմն մայիսի 18-ին քարոզ արշավի հերթական օրը Փաստորեն Նիկոլ Փաշինյանի քարոզ արշավի խմբին մոտենում է Արթուր Օսիպյանը ու սկզբից սկսում է իրաց մոտ բավական նորմալ զրույց, հետո որոշակի հարցադրումների Նիկոլ Փաշինյանը չի կարողանում պատասխանել, բորբոքվում է, սկսում է վիրավորել քաղաքացուն, այդտեղ հնչում է հայտնի դարձած խոսքը, ինչու չես զոհվել, որին փաստորեն Արթուր Օսիպյանը այդպես էլ հնարավորություն չի ստանում պատասխանելու, որովհետև այդ վայրից նրան ձերբակալում են եւ ավելի ուշ իմանում ենք, որ 2 ամսով կալանավորել են խուլիգանության հոդվածով։ Հետո ասեցին, որ ինքը իր Facebook-յան էջում, որը իդեպ փակվել է, ինչ-ինչ պայմաններով, իր Facebook-յան էջում գրել է, որ ասեք որտեղ է գնամ բմբուլները քամուն տամ, ուզում եմ այդ արտահայտությանը անդրադառնամ, որովհետև անընդհատ իշխող ուժի հետևորդները մեկնաբանում են, որ այդպես չեն խոսում, դրա մեջ հանցակազմ կա եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ բմբուլները քամուն տալը դա փոխաբերական իմաստ պարունակող արտահայտություն է եւ դա չի կարա տեղի ունենա, որովհետև Նիկոլ Փաշինյանը բմբուլներ չունի, որը կարան քամուն տան։ Սա օգտագործում են այն ժամանակ, երբ որ ուզում են ինչ-որ մեկի հետ ինչ-որ կերպ մրցեն, ենթադրաբար այս վարագայում բանավեճի խոսքի միջոցով ու թող հանրությունը, լսարանը որոշի, արդյոք դա տեղի ունեցավ, թե ոչ, այսինքն արդյոք ինքը Նիկոլ Փաշինյանի բմբուլները քամուն տվեց, թե ոչ բանավեճի միջոցով, որովհետև այդ բանավեճը ընդհատվեց եւ միակողմանի լրացվեց Արթուր Օսիպյանը հայտնվեց բանտում։ Եվ փաստորեն միակ գործիքը այս տղայի, որ մնացել էր իրեն իր խոսքը արտահայտելու, դա հացադուլ անելն էր, որին ինքը դիմել է հենց այդ օրը, այսինքն հենց իր ձերբակալման օրը, եւ արդեն այսօր 14-րդ օրն է, որ Օսիպյանը հացադուլի մեջ է եւ մենք այսօր մեկնարկում ենք շուրջօրյա նստածույց այս գործի արդի, որովհետեւ քաղաքացու կյանքը արդեն վտանգի տակ է գտնվում։ Շատ կարևոր է արձանագրել, որ մենք այստեղ հավաքվել ենք հենց քաղաքացի Օսիպյանի համար, ու մենք այստեղ չենք հավաքվել քաղաքական օրակարգով։ Մենք այստեղ հավաքվել ենք քաղաքացու սահմանադրական իրավունքները խոսքի եւ տեղաշարժման ազատության վերաբերյալ, որը խախտվել է կոպիտ ձևով մեր գնահատմամբ, մենք հավաքվել ենք այստեղ որպես քաղաքացիներ, ես հայտարարել եմ նստածույց, բավական շատ մարդիկ գրել են, որ միանալու են, այսօր երեկոյան արդեն երևա ինչքան մարդ է միացել մեր շարժմանը, ու ինչու ենք նաև ասեմ, ինչու ենք հավաքվել այստեղ նախագահականի մոտ, որովհետև ամեն դեպքում, որքան էլ ասենք, որ նախագահը իր լիազորություններով սահմանափակված է, ամեն դեպքում նախագահը մեր երկրի գլուխն է եւ սահմանադրության պաշտպանը, ու այստեղ խախտվել են սահմանադրական իրավունքներ, եւ մենք նամակով, բաց նամակով դիմելու ենք հանրապետության նախագահին, որ միջնորդություն ներկայացնի գլխավոր դատախազություն Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխելու համար ու նրա ազատությունը ապահովելու համար, նրա առնվազն տեղաշարժման ու խոսքի ազատությունը ապահովելու համար։ Եթե
հանցակազմ կա նրա գործողությունների մեջ կամ դատախազությունը ինչ-որ գործ է քննում, որին մենք անգամ գուցե ծանոթ չենք, ապա կարող են դա անել ընդամենը նրա ստորագրությամբ երկրից չհեռանալու։ Երևի թե այսքան եք, խնդրեմ դուք ճանաչում եք իրեն։ Ես շատ հատկանշական է ասել եմ, որ ես Արտուր Օսիպյանին չեմ ճանաչում։ Բարով խերով ես միջոցառումները ավարտվի, սիրով կուզեմ իր հետ ծանոթանամ, բայց շարժմանը միացել են բազմաթիվ մարդիկ, ովքեր իրեն ճանաչում են։ Երևի այսքան։ Իսկ քանի օր եք հացադուլ անելու, ինչքան ժամկետով մինչև ազատ արձակեն իրեն, պահանջը ազատ արձակելն է, ճիշտ եմ հասկանում։ Ես հայտարարել եմ այս պահին նստածույց, եկեք չշփոթենք, ես հացադուլ չեմ հայտարարել, հացադուլ հայտարարել է Արտուր Օսիպյանը, ով արդեն 14-րդ օրն է հաց չի ուտում ու բավական հյուծված վիճակում է գտնվում, մենք խոսել ենք նրա փաստաբանի հետ ենք կապ հաստատել։ Այսքանը։ Նկատի ունեմ քանի օր եք նստածույց։ Անժամկետ։ Ես ի սկզբանե ասացի, որ անժամկետ եմ նստում, մինչև մեր պահանջը կատարվի։ Այս պահին մենակ հայտնի է, որ դուք եք եթե էլի ընկերներ ունեք, որոնք քաղաքացիներ կան, ընկերներ կան, որոնք հայտարարել են, որ միանում են նստածույցին։ Մենք ընթացքում անընդհատ ինֆորմացնելու ենք, անընդհատ եթերում ենք լինելու ու խնդրում ենք ձեզ հնարավորության դեպքում բարբերաբար այցելել այստեղ։ Ձեզ մի բան հասեմ, նա մեղադրվում է 3 հոդվածներով՝ խուլիգանության, ընտրական գործընթացին խոչընդոտելու եւ ատելության կոչերի համար։ Տեսագրությունը կա, դուք եւ դա տեսնում եք, այդտեղ տեսնում եք, որ Արտուր Օսիպյանի կողմից օրինակ վիրավորական կամ այլ քրեական ինչ-որ բաներ պարունակող խոսքեր են հնչում կամ նա հանգարում է վարչապետի քաղաքական ու էմոցիոնալ պատասխան կտամ, կարծում եմ Արտուր Օսիպյանի գլխավոր հանցանքը այն է եղել, որ նա չի զոհվել, դա իր խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այ քանի որ նշեցիք Փաշինյանը միայն նրան չի ասել, բազմիցս նշել է, որ ինքը չի։ Այդ խոսքը ենթադրում եմ նաև ինձ է վերաբերվում, ես 44-օրյա պատերազմի մասնակից եմ, 41 օր եղել եմ Արցախի հյուսիսային սահմանին առաջի գծում։ Հիմա հարցս հետևյալն է, ինչ եք կարծում, եթե նման արտահայտություն են անում քաղաքացու հասցեին, ապա կհետաքրքրի իշխանությունների թե ինչ վիճակում է այս բանը։ Անկեղծ ասած, իշխանությանը, որի գլխավոր դեմքերը այս պահին հանդես են գալիս որպես թեկնածու ու զբաղված են քարոզարշավով, մեզ շատ չի հետաքրքրում, թե իրենք ինչ են պատրաստվում ու ոնց են տրամադրված, մեզ հետաքրքիր է, թե ոնց է այս հարցին արձագանքելու երկրի նախագահը, ով որ չի մասնակցում քարոզարշավին ու դրա համար ենք մենք եկել այստեղ ու մեր նամակի մեջ, որը կհրապարակենք ավելի ուշ, նշել ենք նաև այն կետը, որ նախագահը ուղերձով հանդես գա ու կոչ անի ատելության խոսքը քարոզարշավից դուրս բերելու մասին։ Նշում եք նախագահը չի մասնակցում քարոզարշավին, բայց նախագահը վերջերս զորահանդեսի ժամանակ գրում էր Փաշինյանին տարբերակիչ նշան, այսինքն տարբերակիչ նշան քարտեզը, որը Փաշինյանը նվիրում է բոլորին։ Մեկնաբանությունը թողում եմ Հարությանը, ես քանի որ մտնում եմ նստածույցի մեջ, փորձելու եմ իմ քաղաքական մեկնաբանությունները դնեմ մի կողմ, ես այստեղ եկել եմ որպես քաղաքացի ու այս նստածույցին քաղաքական քարոզարշավային որևէ process չի կարող տեղի ունենալ, շնորհակալություն հարցի համար, նաև անդրադառնամ այս կետին, փաստորեն բազմաթիվ քաղաքական ուժեր, հատկապես ընդդիմադիր դաշտից կփորձեն այս ակցիան օգտագործել իրենց դիվիդենդներ հավաքելու համար, իրենց վարկանիշը բարձրացնելու համար, հիմիկվանից տեղյակ եմ պահում, որ այստեղ քարոզարշավի որևէ կոմպոնենտ բացառվում է, այստեղ կարող են միանալ նստածույցին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այո, կարող են նաև որևէ ուժին հարող, պատկանող քաղաքացիներ միանալ, բայց որևէ քարոզչական մեքենա միացնել այստեղ դրոշակների, հագուկապի, թվի, խոսույթի ձևով բացառվելու է ու եթե նկատենք մենք ակցիայի մասնակիցներս
ամեն ինչ անելու ենք ոստիկանության օգնությամբ իրենց այստեղից հեռացնելու համար։ Եվ վերջին անգամ փաստաբանը երբ տեսած բավականին ուշ եք տեղեկություններ ստացել։ Խնդրեմ կապեք Դավիթի հետ Հովանեսյան, ինքը ոնց հասկացա 3 թե այսօր գնալու է այցելության, երևի բոլորը ծանոթ եք 11-րդ օրը Արտուրը հանդես եկավ կոչով, այդ կոչի նամակն եմ խորհուրդ տալիս ու հորդորում, որ տարածեք, որովհետև ինքը իր խոսքը առաջին անգամ իր հացադուլից հետո կարողացավ հանրայնացնել։ Փաստաբանը ասել է մի քանի օր առաջվա դրությամբ, որ Արտուրը բավական հյուսված տեսք է ունեցել։ Եվ հավանաբար լսել եք Նիկոլ Փաշինյանի վերջին ճեպազրույցում Factor TV հարցինի պատասխան, որ Արտուր Օսիպյանն ակնկալում է ներողություն վարչապետից, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի բան էլ պետք է Արտուր Օսիպյանը ներողություն խնդրի, որովհետև կապ ունի այսպես կոչված Արցախի իշխանությունների հետ, պսևդոէլիտայի հետ։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում վարչապետի այս դիրքորոշումը քրեական բարույթի զուգահեռ նման գնահատական հնչեցնել արդյոք կարող է ազդեցություն ունենալ թե ոչ։ Նարեկ ջան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես շատ երկար եմ մտածել այս նստածույցից առաջ ու որոշել եմ, որ այս զրույցից հետո ես փորձելու եմ ընդհանրապես քաղաքական մեկնաբանություններ չանել, որովհետև ես որպես քաղաքացի եկել եմ մեկ այլ քաղաքացու համար, այստեղ սահմանադրական իրավունքները պաշտպանելու ու փորձելու եմ քաղաքական process-ներ չմեկնաբանել։ Ձեզ մի հարց էլի կներեք, ես ձեզ չեմ ճանաչում։ Դուք կարող եք մի քիչ ձեզ ներկայացնել ինչով եք զբաղվում։ Ես չգիտեմ, քաղաքական ուղղվածություն ունեք թե չունեք։ Ես Գերամ Մոհանյանն եմ։ Դա հասկացանք, բայց ինչ մասնագիտությամբ որտեղ եք աշխատում։ Ինժեներ եմ, կիբեռնետիկա ավարտել եմ պոլիտեխնիկը։ Երկար ժամանակ զբաղվում եմ լեռնագնացությամբ ու լեռնային туриզմի ոլորտում ու գործունեություն եմ ծավալում 2011-12 թվականից նաև հանրային դաշտում։ Ինձ գուցե հանդիպած լինեն շատերը Ամուրսարի պայքարի ժամանակ, շատերը Էլեկտրիկ Երևանի ժամանակ, մենք միշտ ակտիվ ենք եղել, հատկապես նախորդ իշխանությունների ժամանակ, բռնությունների ու մնացած այլ տիպի ակցիաների մեջ միշտ ակտիվ եմ եղել, 20 թվականին մասնակցել եմ պատերազմին և 20 թվականի պատերազմից վերադառնալուց հետո մի խումբ ընկերների հետ մեկնարկել ենք կրթական մեծ շարժում, որի անունը Բարձունք է, շատերը գիտեն Բարձունքի մասին, Բարձունքը կրթական շարժում է ու քաղաքական իշխանական process-ների չի մասնակցում ու չի հարում։ Եվ գնեք ժողովրդավարության ձգտող Հայաստանում նման օրինակ ունենալ ինչի մասին է խոսում ձեզ։ Խոսում է այն մասին, որ մենք դեռ շատ երկար գործ ունենք անելու, որ մեր մոտ ժողովրդավարությունը կայանա ու 2018 թվականին այն լույսը, որ մենք sense տեսնում ենք, որ վերջ մեզ մոտ կարծես թե ստացվում է, սահուն կերպով անկում է ապրում ու այն ինչ որ հիմա տեղի է ունեցել ու ինչի համար մենք դուրս ենք եկել նստածույցի, խոսում այն մասին, որ ուղղակի խայտարակ վիճակում ենք գտնվում, ահավոր է ուղղակի։ Ես չգիտեմ, ես Արտուր Օսիպյանին չեմ ճանաչում, 2 օր առաջ իմացա, որ ունի 2 անչափահաս երեխա ու փաստորեն Օսիպյանը հայտնվել է բանտում զուտ նրա համար, որ ինքը Արցախից տեղահանված մարդ է, ով որ համարձակվել է վարչապետի տեխնացուին հարցուղել։ Առաջ կառավարության դիմաց ակցիային իրականացում նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Շատ լավ տեղյակ ենք, որ այլ ուժեր ևս ակցիաներ են իրականացնում, ողջունում ենք Տիգրան Խզմալյանից կազմակերպած միջոցառումների շարքը ու հորդորում ենք, որ ցանկացած քաղաքացի ցանկացած միջոցներով այս process-ի դեմ ընդվզի ու կազմակերպի իր բոյկոտը։ Իրենք ձեզ դիմել են, որ իրենք միանան ակցիա։ Միանալու խնդիր չկա, քանի որ պահանջը լրիվ նույնն է, մենք արդեն կարելի ասել ըստ նպատակի միացած ենք։
Եվ կներեք գուցե պատասխանել եք այս հարցին, բայց քանի ուշ միացա, Արթուր Օսիպյանի հետ դուք կապում եք, իր վիճակի մասին տեղեկություններ ունեք, թե չէ։ Մենք կապի մեջ ենք փաստաբանի հետ, ով միակ մարդն է փաստորեն այս պահին, ով որ այցելում է Իրան, այլ կապի միջոց իր հետ չկա։ Եվ ինչ փաստաբանի վիճակը ոնց է Արթուր Օսիպյանի։ Արթուր Օսիպյանի վիճակը, ֆիզիկական վիճակը բավական հյուծված է, իսկ հոգևոր առումով ոնց հասկացանք բավական մարտական վիճակում է, որովհետև ինքը իր ոչով հրապարակեց, որ պահանջում է, որ Իրանից ներողություն խնդրեն եւ ներողություն խնդրեն բոլոր այն արցախցիներից, ովքեր մարտնչել են ու չեն խուսափել, բոլոր նրանցից, ում անվանել են փախած։ Ներողություն, ես մի փոքր միացա, դուք նստացույց եք, չէ՞, Մենք հայտարարում ենք շուրջօրյա նստացույց անժամկետ ռեժիմով մինչև խնդիրը լուծվի։ Եվ նշեցիք, որ դուք անձամբ չեք ճանաչում Արթուր Օսիպյանին, նրա այդ անձամբ շփում չեք ունեցել։ Կխնդրեմ նաև ներկայացնեք, թե ինչն է ձեզ դրդել գնալ այս քայլին, որովհետև նշեցիք այո որպես քաղաքացու համար, բայց փոքր ներկայացրեք։ Ես տեսել եմ, որ տեղի է ունեցել անարդարություն, ես տեսել եմ, որ տեղի է ունեցել սահմանադրական օրենքի խախտում մարդու ազատ տեղաշարժի եւ ազատ խոսքի իրավունքի հանդեպ եւ ես հասկանում եմ, որ լռելով նման դեպքերի ժամանակ մենք բացում ենք Պանդորայի արքը ու մենք գնում ենք դեպի հակաժողովրդավարություն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մի հատ բան մոռացա, այդ տեքստով կգրեք, էլի խնդրում եմ, որ ժամը 7-ին այսօր հրավիրում ենք մարդկանց աշխատանքից հետո միանալու ու իրանց ներկայությամբ փաստորեն իրանց բողոքի ակցիան անելու հրավիրում ենք Վարդանյան 26 ասա